Բլոգեր Թութուլավան նրա կինը բավականին ակտիվ են ինստագրամյան հարթակում, նրանք ժամանակ առ ժամանակ հրապարակումներ են անում, այդպիսով ցույց տալով իրենց առօրյայից կադրեր, նրանց հրապարակումներում շատ անգամ երևում է Թութուլավայի քույրը, դուստրը և այլ հարազատներ։ Այսօր Թութուլավան ինստագրամյան էջում հրապարակումով է կիսվել, այդպիսով ցույց տալով, թե ինչպես են ճանապարհում քույրիկին, արտերկիր նա կադրերով կիսվել է, որտեղ երևում է, թե ինչպես են եղբայր և քույր միմյանց գրկախառնված հուզվում, միմյանց հաջողություն մաղթելիս, ներկայացնում ենք հրապարակումը հաջորդիվ։ Արդեն մի քանի օր է համացանցում ակտիվորեն քննարկվում է հայտնի բլոգեր Թութուլավայի տնից տեղի ունեցած խոշոր չափի գողությունը։ Գաղտնիք չէ, որ Թութուլավան պարբերաբար ինստագրամյան հարթակում հոլովակների տեսքով կիսվում է իրենց տնով, իրենց գումարներով և իրենց ունեցած ոսկիների կադրերով։ Շատ հաճախ մարդիկ քննադատում են նրան, ասելով, որ պետք չէ այդպես ինստագրամյան հարթակում ի ցույց աշխարհի ցույց տալ այն ամենը, ինչ որ դու ունես, սակայն բլոգերը նշում է, որ դա իր որոշումն է։ Թութուլավան հայտնեց և Շամշյան.com-ը հանդես եկավ հրապարակումով նշելով, որ նրանց տնից գողություն է տեղի ունեցել, այդ օրերին բլոգերն ընտանիքով արտերկրում էր գտնվում։ Թութուլավան այսօր հրապարակումով է հանդես եկել, նշելով, որ գողերը եկել են ամենակարևորը իր հայտնի վզնոցի հետևից։ Նրանք ցանկացել են պահարանից վերցնել այս վզնոցը, սակայն Թութուլավան այն այլ տեղում է պահել։ Չհրկիզվող պահարանից մի շարք ոսկիներ, գումարներ վերցնելուց հետո նրանք որոշել են մաքրել իրենց հետքերը։ Իսկ այսօր Թութուլավան ավելի պարզ հրապարակումով ցույց է տվել, թե որտեղ է նա թաքցրել իր այդքան հայտնի վզնոցը։ Ինչպես երևում է, նա սպորտային կոշիկի ներսում է թաքցրել դա։ Հավելենք նաև, որ այս օրերին տարբեր քննարկումներ են հնչում Թութուլավայի վերաբերյալ։ Շատերն ասում են, որ երիտասարդը շոու է ներկայացնում և այդպիսով փորձում է հերթական անգամ գովազդի վերածել այս ամենը։ Շոու է թե իրականություն, գովազդ է թե սարսափ, դժվար է ասել։ Մեզ մնում է միայն հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը և ներկայացնել Թութուլավայի խոսքը այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Հանգիստ, հիշեք, սրա տերը մենակ ես եմ։ Էսի ձեր ձեռը չի կարալու հասնել, դուք այդքան արժանի պետք է լինեք, որ էսի ունենաք։ Էսի նայեք, ում ամենակարող Հիսուսի անունն է, թագավորների թագավորի անունն է։ Էս ամեն մարդ իրավունք չունի կրելու։ Մոլորակում մենակ ես եմ Տիրոջ անունը բարձրաձայնում ու ամեն վիդեոյիս մեջ մեծ ցույց տալի, որտեղ իմ հորը շատ եմ սիրում։ Տերս ներողություն եմ հայցում, եթե մի քիչ էլ բարկացած եմ։ Նշանակում ով մի հատ դեղ է անում, վեննայա փրծում, գժի թուղթը հանում է, կարա տուն մտնի, ավտո գողանա, մարդու վնասի, մարդու կյանք խլի, գնում են գժանոց 6 ամիս չանցած կամ մի քանի օր անցած դուրս են գալիս։ Եթե իրանք գիժ են համարվում, հատուկ մի հատ գժերի համար բերձ ստեղծեք, ինչքան որ օրենքով սովորական մարդուն է հասնում, մարդ է սպանում 10 տարի, դու એને գնա 10 տարի գժանոց անցկացնի։ Եթե գիժ է, այս ինչ օրենք են հանը, այսինքն գնամ հիմա գժի թուղթ անեմ, ոչ հարկ վճարեմ, ինչ ուզեմ ասեմ, լափարոշի պես պայեմ, ասեմ ես գիժ եմ։ Չեմ հասկանում, ես մեր Հայաստանը ինչ է մտածում։ Այսօր գժի թուղթ են հանում բարիգություն են անում, դեղ են ծախում, բռնում են, տանում են, բաց են թողում։ Դրանց տեղը պետք է տանեն բանտ ու ավելի դաժան վարվեն, որ գիտեք, որ Ամերիկայում հոգեկան շեղումներով տանում են հատուկ բանտ, ընդի ասում են գիժ մարդ չկա, ով գալիս ասते դառնում է 100%-անոց։ Ամերիկայում գիժ չի համարվում, ոչ մեկ։ Տանում են, դե դզվում են։ Ու օրենքով, եթե դու մարդ ես սպանել, մինչև կյանքիդ վերջ, պետք է բանտ գժանոցում անցկացնես։ Մեր Հայաստանը էս ինչա դառը, դե լոզունգ եք դարձրել, մի այդքան ցույց։ Այդ գժի թղթով գողություն անում, սպանություն անում, բռնաբարություն անում, դեղա ծախում, ինչ ուզես ազատ ֆռում են, գնում են մի քանի ամիս դուրս են գալի։ Մի հատ օրենք անեք, այդ սրբապիղծ, կեղծ, պիղծ գժերին տանեն, որտեղ պետքն է ու իշքան պետքն է երկար։
թող գնան իրանց գժերին բռնեն, ինչքան ուզում են իրար մեջ գողություն անեն։ Ես ուղղակի խնդրում եմ, ամեն Արայ լոխեր, եկել եք 3 ժամ ջարդում եք սեյֆը, մտածում եք թու լավան է բուլկի, հա։ Այդ մի քանի միլիոնն է հատուկ ձեր համար էի թողե, գիտեք։ Սրա հետևից եք է, այ սրա։ Արիք, մյուս անգամ տեղը ցույց տամ։ Լոխերս, սրա հետևից եք է, հա։ Մտածում եք թու լավան է բուլկիա, որ չեր տարե հետը վիդեոների մեջ չեիք տենալու։ Հայտնի բլոգեր Թութուլավան արդեն մի քանի օր է ինստագրամյան հարթակում հանդես է գալիս հրապարակումներով, ուշադրությունը հրավիրելով ՀՀ ոստիկանությանը հայաստանյան մի շարք լրատվամիջոցներին արձանագրելու եւ արձագանքելու իր հետ տեղի ունեցածին։ Բանն այն է, որ Լևոն Արքա անունով ֆեյսբուքյան եւ ինստագրամյան օգտատերը շանտաժի միջոցով փորձել է գումար կորզել Թութուլավայից։ Նա հայհոյանքներ է հնչեցրել նրա դստեր, կնոջ, ինչպես նաեւ մայրիկի հասցեին պահանջել մեծ չափի գումար եւ նշել, որ եթե այդ գումարը չստանա, ապա շատ վատ կլինի եւ նա շատ վատ որակի տեսանյութեր կտարածի համացանցում, որոնցում կլինեն Թութուլավայի կինը, մայրը, ինչպես նաեւ դուստրը։ Մի քանի օր շարունակ այս բլոգերը հրավիրեց ուշադրությունն այս սարսափելի դեպքին, սակայն շատ քչերը արձանագրեցին այս ամենին։ Արդեն այսօր Թութուլավան ինստագրամյան էջում հանդես է եկել հրապարակումով նշելով, որ տվյալ անձը այլևս ձերբակալված է։ Նա նշում է, որ այդպես էլ պետք է լիներ, սակայն պետք է ավելի շուտ արձագանքեին ոստիկանությունը, հայաստանյան լրատվամիջոցները եւ այդպես շարունակ։ Թութուլավայի խոսքով այսպես պետք է կանխվի յուրաքանչյուր անհատի չար գործը, ովքեր փորձում են հայհոյանքներ հնչեցնել եւ այլ ընտանիքներում վեճեր եւ խնդիրներ առաջացնել։ Ներկայացնում ենք բլոգերի հրապարակած տեսանյութերը առանց մեկնաբանության, հաջորդ թիվ։ Սիվի ոստիկանությանն եմ գտնվում, հենց հիմա սպասում եմ Լևոն Արքային, որ դուրս հանեն, ձերբակալված է Լևոն Արքա, հիշում էի, չէ, որ ասում էի եղբայր ջան, մինչև ծնկաչոք չապաշխարես, Աստծուց ներողություն չխնդրես, գալու ես։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանությանը եւ հենց հիմա սպասում ենք Լևոն Արքայի դուրս ձերբակալմանը, որ տեղափոխեն, չգիտեմ, որ բաժամունք, 3 օրից նրա դատը պարզ կլինի։ Ու ես ասում եմ Լևոն Արքա, հավատա շատ երկար ես նստելու ու քեզ միայն ու միայն Տեր Հիսուսն է փրկելու։ Կլինես բանտում, կլինես ինչ Աբիզյանքում, ուր ուզում ես եղի։ Մասիվի բաժանմունքում ոստիկանությանը հեսա տեղափոխում են ձերբակալված ուրիշ տեղ։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանությանը, որ ժամեր չանցած տապալեցին Դևին Գեդին։ Հիշի Լևոն Արքա, քեզ ներողը պետքա Հիսուս Քրիստոսը լինի, ասել են, որ միջև ծնկի դու չգաս քո ընտանիքի, քո մայրամ տիկնոջ հետ, որը մի քիչ առաջ այստեղ քեզ դուրսը ցրտին սպասում էր, միջև ուր են քո այն պաշտպանները, որ քեզ հրահրում էին իմ ընտանիքին, փող ուզեիր, մտածում էիր դու անձեռնամխելի էիր, եղբայր ջան, տեսար սատանեն ոնց է խամաճիկի պես քեզ օգտագործում եւ տշում։ Դե հիմա քո պատիժը կստանաս ՀՀ ոստիկանության կողմից, բայց դու պետք է պատասխանատվության ենթարկվես քո արարքների համար ու հասկանաս, որ ինձ վիրավորես կարամ աչք փակեմ, բայց երբ որ իմ երեխային ես վիրավորում, իմ Աստծուն ես վիրավորում, արդեն դու չափերը տանցնում ես։ Կալանավորվելու է մինիմում 5-ից 12 տարի։ Գագիկ Շամշյանին եւ իր լրատվական անձնակազմին հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ 1 օր չանցավ արձագանքեց իմ վիդեոյի տեսքով նամակին եւ Դևի գլուխը տապալվեց։ Շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Շամշյան ջան, կարամ բան ասեմ, ախպերս, անցնեմ երկրորդ շնորհակալությանը, այս տղան գանձա, ախպերս, Աստված որի միակ մեղավորը Հայաստանի Հանրապետություն։ Աստված օրհնելով քեզ օրհնի, երկար տարիների կյանք տա, յուրահատուկ տարբերվող դեմք ես իմ նման, շատ յուրահատուկ ես, ու ռեկերումս նկատում եմ, երբ որ դու գալիս ես, շատերի ընտանիքներ օգնում ես, թե վիզայի կլինի, թե բարեգործություն կլինի, ապրես տղա ջան, ոնց որ կասեր մամաս, տատիկս, ապրես եղբայր ջան, ես կասեմ, դու գանձ ես,
Հիսուս Քրիստոսի սերը դու կատարյալ ըզգաս, թող Աստված զորացնի քո գործերը ու ինչ գործ բռնես, Աստծո օրհնությամբ առաջ գնաս։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ ոստիկանությանը։ Ցավոք եւ ցավով եմ ասում, որ պետք է ինչ-որ մեկը դիմում գրեր, բողոք գրեր, նոր անցնեի գործի։ 5 տարի ավել այդ պիղծ չարքան իրա պիղծ գործերով մարդկանց ընտանիքներ քանդելա, անկողինա մտե ու իշքան մարդկանց ընտանիքները բաժանել իր fake news-երով, իր fake պահվածքով հազարավոր ընտանիքները քանդել։ Բայց շնորհակալություն Հայր Աստծուն, որ մեր միջոցով, այս տղու միջոցով, Գագիկ Շամշյանի նյութերով Դևի գլուխը տապալվավ, այսպես վերջնականապես, Գագիկ Շամշյան ջան ապրես, Սերգեյ ջան, հիմա հասնեմ բուն թեմային, այս մեր չարքան կալանավորվելու է մինիմում 5-ից 12 տարի, որովհետև ինքը սպառնալիք է 50,000 եւ 100,000 մինչև դոլար, մինչև ես իրան գումար չտամ, դա է շողոքորտությունը, 50,000 դոլարը արդեն տանում է 6-ից 12 տարի, ու ինձանից 50,000 դոլար փող ասում շանտաժ անում, ասում, սենց վիդեոներ չանեմ։ Թավանը ուրցնում են սպտենարա 10,000 100,000 սարկիր գլխի ասում է եթե 100,000 դոլար չտաս այդ վիդեոները չի լինելու ու շարունակվելու է իմ կնոջ իմ երեխայի նկարներով վատ վիդեոներ են անելու ու մեր կյանքը դժոխք են սարքելու սպառնում է ինքն էլ պրիզնատ է եկե ըստ վարկածների Լևոն Չարքան դատվելու է 5-ից 12 տարի այդ շանտաժի դեպքում, երբ որ շանտաժը ու մարդասպանությունը նույն հոդվածներն է, նույն այդպես ծանր կալանք է ինքը համարվում, երբ որ մարդուն սպառնում են, փող են սենց ասենց ուզում վզին դնեն եւ եթե չտաս, ուրեմն նյութեր կթողարկենք, քո մասին սենց կանենք շանտաժ։ Դա ըստ քրեորիեն պատժի 6-ից 12 տարի է։ Փաստաբանը ասում է, տենց որ պետք է հրաշք կատարվի, որ Լևոն Արքան չնստի գոնե մինիմում 5 տարի։